Իրաքի հայ եմ, գրառներից եմ։ Ուրախ եմ շատ, նվիրեմ միած սրան։ Աշխատում եք, ապրում եք ստեղ։ Այո, արդեն 5 տարի գլա։ Էլ ինչ Իրաքի հայ, արդեն Հայաստանի հայ եք, ինչ եք ասում Իրաքի հայ։ Գիշերային սմեն եմ աշխատում, հիմա գործից եմ գալիս, գնում եմ տուն։ Չէ, նկատի ունեմ, բայց ինչ եք ասում Իրաքի հայ, եմել Իրաքի հայ չեք, Հայաստանի հայ, քաղաքացիություն ընդունել եք Հայաստանի։ Ասած դեռ ոչ, բայց ունեք մտադրություն։ Այո, ունեմ, իհարկե, 5 տարի եղավ աստեղը։ Ասում Իրաքի հայ եմ, ասում եմ ինչքան եք Հայաստանում եք ապրում, ասում եմ ինչքան, ասում 5 տարի, ասում եմ բայց ինչ եք ասում Իրաքի հայ եմ Հայաստան։ Դե ծննդավայրն է, էդի ծննդավայրը էլ հայրենիք։ Ունեք։ Դեռ ոչ, բայց գնում եմ։ Սա ձեզ։ Մասիսի շրջան եմ ապրում, Դարբնիկ գյուղ։ Շատ լավ։ Ավիստականների շենքա, դեր։ Հա, շենքա, հող չունեք ասում։ Չէ, դեպան միգրացիոնի ակնարկներ հիմա սոցիալ նախարարության։ Իսկ աշխատավարձը 200,000 կա գոնե։ Հա, կա։ Այսինքն առողջության ապահովագրության շահագույն։ Ովգաս մանդոկ եմ աշխատում մադուց։ Չէ, շատ լավ է, շատ լավ է։ Նկատի ունեմ, եթե 200,000 ստանում եք, արդեն նաև առողջության ապահովագրության շահագույն, առողջության հետ կապված հարցերը որ ունի, արդեն կարող եք չգիտեք դրա մասին։ Չէ, այսինքն իմ անձնական գումարով նկատի ունեմ։ Չէ, ձեր աշխատավարձը եթե 200,000 դուք ստանում եք, Այո։ արդեն ձեր գործատուն, ձեր փոխարեն, ոչ թե ձեր փոխարեն ինքը վճարում է, դուք արդեն առողջապահության ապահովագրության շահառու։ Չգիտեք դրա մասին։ Գրանցված որպես այսինքն բժշկական։ Այո, դուք արդեն աշխատողների, տեսեք ոնց է աշխատողների մեր ռեգիստրը կապված է առողջության ռեգիստրի հետ։ Հիմա դուք որ գնաք պոլիկլինիկա որևէ տեղ գրանցվեք, դուք արդեն առողջության այդ փաթեթը ստանալու եք անվճար, այսինքն չեք վճարում։ Հասկացա։ Չգիտեք դրա մասին։ Չէ, իմացա։ Բա հետաքրքրվեք, որ այսինքն լավ առողջ եք, բայց մարդ եք, կարող է բան լինի։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Լավ եք, կարելի է ձեզ նվիրել։ Կարելի է փակցնել։ Շնորհակալ եմ շատ։ Եթե ձեզ եմ շնորհակալ, ձեր գործունեության համար։ Ինչն է ձեզ հատկապես գոհացնում։ Ամեն ինչ որ արված է միջի հիմա, դա մեծ քայլ է, մեծ քայլ։ Շնորհակալ եմ։ Այս ժամանակին ամենական որ ես ապրում եմ։ Դուք Երևանում եք ապրում։ Երևանում եմ։ Հնաբնակ Երևանցի։ Այո, Շնորհակալ եմ։ 46 տվից, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Ձեր կարծիքը մեզ համար շատ կարևոր է։ Ես էլ դեմ շնորհակալ։ Լավ է։ Զգուշեք, լավ բայեք, հա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Բարև եք։ Մանես ակադեմիա ուսանող եք, նախարարը ստեղա, նստեք, բարև ձեզ, կարելի է նվիրեմ ձեզ սրանից, կարելի է ձեռքով փակցնեմ, բարև ձեզ, ոնց եք, Շնորհակալություն, դուք ինչպես եք։ շնորհակալ եմ, Մի հարց ունեմ, կարելի է։ Իհարկե։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, Հայաստանի քաղաքացի եմ, քանի որ առողջականի խնդիրներ ունեմ։ Ինձ ասեցին, որ Ռուսաստանի ապահովագրությունը, այսինքն պոլիս, անցնում է քանի տարեկան եք։ Ես 62։ 63 չկա։ Այսինքն ընդեղ դուք ունեք ապահովագրություն։ Այո, համ անձնագիր ունեմ, համ ապահովագրություն ունեմ։ Նաև Հայաստանի քաղաքացի եմ։ Ուզում եմ ճշտել եմ ինչը։ Ռուսաստանում ունի ապահովագրություն բժշկական, ԵԱՏՄ կարգավորումներով անցնում է ստեղ ապահովագրություն։ Չէ։ Չէ, ստեղի ապահովագրությունը ուրեմն առանձին։ Իսկ դուք աշխատում եք։ Եթե աշխատեիք 200,000 դրամ ստանայիք։ Հա, դրանք դեմ արդեն շատ շնորհակալություն։ Ես շատ հարցում եմ, շատ սիրում եմ, հետևում եմ։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում։ Շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Եղբայր կարելի է քեզ նվիրեմ մի հատ սրանից։ Չէ՞։ Ինչ քարտեզ ունեք կներեք։ Հա, շատ լավ, շատ լավ։ Բայց ձեր տղան էս քարտեզում է ապրելու, այդ հաշվի առը։
Էլ բաց չկա, մենք չենք թողելու, որ այդ ձեր գաղափարաբանությունը էլի գիտեք ինչ, ես գիտեք ինչ, ես ամեն ինչ արել եմ, մի րոպե սպասում, չեք կշարունակեմ, ես կշարունակեմ, գնացքի, իմ խոսելը գնացքի ընթացքը չի կանգնեցնում, չէ, շատ է, բայց քանի որ ես ձեզ լսեցի, դուք էլ ինձ պետք է լսեք, մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում, Ղարաբաղում ապրեք, և 2023 թվականին այդ դուք եք, որ մեղադրում եք ինձ, որ այս սահմանները փակել են, որ ժողովուրդը չգա Արցախ, Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, և ինձնից պահանջում եք, որ սահմանները բացեն, և ասում եք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղից ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք ստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք, բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց, ես տենց կխոսամ ձեզ հետ տենց, ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ, որևէ մեկը, կխոսեմ տենց ես ձեզ հետ բարձր, ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Եթե մեկ ու Ղարաբաղցի, Արցախցի է գտել, ովքեր ձեզ իշխանաժող զրույցներ են անում, այդ չի նշանակում, որ բոլոր արցախցիները լսեք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ, մենք չստիպեք, մենք շտկանք, մենք շատ ուշանում ենք։ վերջին կանգառնա, տասնյակ հազարավոր քաղաքացիներ, տասնյակ հազարավոր ղարաբաղցիներ այսօր Հայաստանի քաղաքացիություն են ստացել եւ բնակավորվում են Հայաստանում։ Այդ մարդկանց իզուր Մինչև այդ կապույտ անձնագրեր ունենք Հայաստանի Հանրապետության, որը անձնագիր է ու ոչ ճամփորդական փաստաթուղթ։ Այո։ Իգիտություն ձեզ մեծ։ Ես գիտեմ իգիտություն ձեզ եւ դա Հայաստանի մարդիկ նորից քաղաքացիություն են վերցնում, դա նշանակում է, որ ես ուրիշ ճարպ չունեն։ Մարդիկ առանց գործ ապրում են, բարձ են տալիս, մարդիկ ցանկանում են գոնե չին բնակվում արդից օգտել, ուզու դա է պատճառը, ոչ թե մարդիկ գտնում են, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, մի հատ են նորից քաղաքացի։ Լսեք, մարդիկ, ուրեմն ես մենակ մի բան եմ խնդրում ձեզ, այդ բանդախտության բանը միտումը պետք է անել, պետք է հանդարտվել, պետք է այս երեխուն պետք չի բանդախտության Ունենա Այդ երեխան ապրելու է Հայաստանում, երեխան ապրելու է Հայաստան, և իմ խնդրանքն են պետք չի երեխայի մեջ պանդխտության գեն մտցնել, ես էլ բան չեմ ասել, մի դուս եք, հանդիստ եք կողմից, Հայաստանի Հանրապետությունն է Հայաստանի Հանրապետությունն է իր երկիրը։ Ոչինչ, լինում, ստիպված եք։ Շատ լավ, ձեզ հանգիստ կթողնի, Չեն գավիթնա, չէ, գարեգին նժդենք։ The next station is Garagin Nishda Square. Ճիշտ ասում։ Ճիշտ ասում, իհարկե ճիշտ ասում։ Ուշად հատկանշական է, որ նույն վագոնում երկու Ղարաբաղի մեր հայրենակից երկու բան է, երկու
ասում, ինչ ասում եմ, ճիշտ ասում։ Հա? Ուրա ինա։ Մոտենակ մի հատ։ Հա, cheers։ Թողեք իրան դուրս գան, մենք հետո դուրս գանք։ Drawing in the 4. Shorter location, the end of line.